Հոգու և Հոգուին Սրբո ամեն։ Եղիայի օրոք Իսրայելում բազում այրիներ կային, և երկինքը 3 տարի և 6 ամսվով փակվեց, բայց նրանցից և որևէ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ ուղարկվեց Սիդոնացիների Սարեպթա քաղաքը, և բազում բորոտներ կային, բայց նրանցից և որևէ մեկը բժշկություն չստացավ Եղիսեի միջոցով, այլ միայն Նեեման ասորը։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր մենք տոնում ենք այսօրվա մեր կիրակի օրվա վերնագիրն է սկիզբը Հարությանց կիրակիից և հիշատակ Եղիա մարգարեի։ Այսինքն այս օրով մեր եկեղեցական տոնացույցի մեջ սկսվում է նոր մի շրջան։ Մենք սկսում ենք հիշատակել Հարության կիրակիները այնպես, ինչպես հիշատակում ենք նախքան մեծ պահքը։ Եվ սա նոր շրջան է, և ինչպես յուրաքանչյուր շրջան, այդպես էլ այս շրջանը մեզ ասելիքում։ Մեծ պահքի ընթացքում մեծ պահքը ապաշխարության շրջան, որից հետո եկավ Քրիստոսի Հարության հաղթանակի շրջանը։ Եվ հարությունից առ այսօր 50 օրեր շարունակ մենք Աստծո հետ անմիջական շփման մեջ ենք, որովհետև այս 50 օրերին մենք տոնում ենք Հիսուս Քրիստոսի 40 օրերը, որ նա անցկացրեց իր հարությունից հետո իր աշակերտների հետ, նույն կերպ և մեզ հետ, և ապա համբարձումը, հոգու գալուստը և Աստծո անմիջական ներկայությունը մեր բոլորի կյանքում։ Բայց ինչպես ժամանակին Հիսուս Քրիստոս համբարձվեց և Սուրբ Հոգին ուղարկեց և այլևս ինքը ֆիզիկապես չգործեց իր աշակերտների մեջ, այլ գործեց Սուրբ Հոգու միջոցով, այդպես էլ և մենք այժմ, և դուրս են գալիս այն շրջանից, երբ Հիսուս Քրիստոս ֆիզիկապես մեզ հետ էր, պիտի անցնենք մի շրջան, որտեղ այլևս Սուրբ Հոգին պիտի գործի մեր բոլորի միջոցով և մեզանից շատերին պիտի օգտագործի Աստծո փառքը և Աստծո խորհուրդները փոխանցելու համար։ Եվ հենց դա է այսօրվա կիրակի հենքը, որովհետև ժամանակին, երբ Աստված համբարձվեց առաքյալների միջոցով, ապա սրբերի միջոցով մեզ փոխանցվեցին Աստծո խորհուրդները։ Այսօրվանից սկսյալ մենք սկսում ենք հիշատակել մեր եկեղեցու սրբերին։ Վաղը, հաջորդ օրերին դուք անընդհատ պիտի տեսնեք, որ հիշատակում են մեր եկեղեցու սրբերը։ Բայց առաջինը բոլոր սրբերից և միակը, ում հիշատակումը կատարվում է կիրակի օրով, որովհետև անկախ ամեն ինչից կիրակին տերունական օր է, միակը, ում հիշատակը կատարվում է կիրակի օրով, Եղիա մարգարեն։ Ինչու՞։ Ինչով էր Եղիա մարգարեն յուրահատուկ այնքան, որ հենց կիրակի օրը պիտի նշվեր, Տիրոջ օրը պիտի նշվեր իր հիշատակը և առաջինը պիտի լիներ, որ պիտի բացեր սրբերի հիշատակության շրջանը։ Հասկանալու համար կարող ենք վերցնել այսօրվա ավետարանը և ընթերցել և տեսնել, թե ինչպես է Հիսուս Քրիստոս գնում Նազարեթ և բացում Սուրբ Գիրքը և կարդում Եղիայի մարգարեությունը, Եսայի մարգարեությունը։ Ուրեմն Հիսուս Քրիստոս մենք բոլորս գիտենք, որ մեծացել էր Նազարեթում, բայց իր հրաշքները սկսում է գործել ոչ թե Նազարեթում, այլ Գալիլեայում, Կանայում և ապա Կափառնայում և մնացյալ տեղերում։ Եվ միայն որոշ ժամանակ անց, երբ այլևս մարդիկ փառավորում էին Հիսուս Քրիստոսին և բոլորը հասկանում էին, որ Հիսուս Քրիստոս Աստված է կամ Աստծո որդի կամ ուղարկված Աստծո կողմից, մեկը ով գործում է Աստծո զորությամբ, երբ մարդիկ սա սկսում են այլևս հասկանալ, այդ ժամանակ միայնով Հիսուս Քրիստոս վերադառնում է Նազարեթ, ուր մեծացել է, և այնտեղ գնում է ժողովարան և բացում է Եսայի մարգարեությունը և ընթերցում է այն հատվածը, որտեղ խոսվում է հենց ինքն Քրիստոսի մասին, ասելով, թե Աստված պիտի ուղարկի Քրիստոսին մարդկանց փրկության համար։ Եվ երբ ընթերցում է մարգարեությունը, փակում է գիրքը, սկսում է բացատրում է մարդկանց, որ այս մարգարեական խոսքերը կատարվում են իր անձի մեջ, որ Հիսուս Քրիստոս ինքն է Աստված և Աստծո որդին և Աստծո Սուրբը ուղարկված Աստծո կողմից Քրիստոսը։ Բայց Նազարեթում մարդիկ, երբ լսում են Հիսուս Քրիստոսի այս վարդապետությունը, զարմանում են և մեկը մյուսին հարց է տալիս. միթե սա Հովսեփի որդին չէ։ Այսինքն միթե սա այն տղան չէ, որին մենք մանկությունից ի վեր գիտենք։ Ինչ Քրիստոս, ինչ թագավորություն, սա է մեր Քրիստոսը։ Ինչին է պատասխան Հիսուս Քրիստոս ասում է, թե ճշմարիտ եմ ասում ձեզ, մարգարեն իր գավառում ընդունելություն չունի։ Եվ ապա շարունակում է ասելով.
Եղիայի օրոք Իսրայելում բազում հայրեներ կային, բայց նրանցից ոչ ոքի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն Սիդոնացիների Սարեպթա քաղաքում գտնվող հայրի կնոջ մոտ, ով Հեթանոս էր։ Եվ նույնը ոչ ոք իսրայելացիներից չբժշկվեց, բացի Հեթանոս, Նեման, Ասորին, Եղիսեի օրոք։ Ինչ էր այս ամեն ինչը խորհրդանշում։ Հիսուս Քրիստոս բացատրում է, որ այն մարդիկ, որոնք ի տարբերություն նույն գալիլեացիների մանկուց ի վեր տեսել էին Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, եթե մեզանից որևէ մեկը գնա այնտեղ, որտեղ որ մենք մեծացել ենք, որ դպրոց են գնացել, միանշանակ լիքը բաներ մեզ կարող են հիշեցնել, որ մենք կարող ենք մեր գլուխը ծածկել, չէ՞, աչքերը իջացնել, որովհետև բոլորս էլ մեր կյանքի ընթացքում, հատկապես պատանեկության տարիներին, բազմաթիվ սխալներ ենք արել։ Եվ եթե մենք գնանք մեր հայրենի գավառները, հաստատ այնտեղ մեզ լիքը ամոթանք տալու հնարավորություն կունենան, բայց Հիսուս Քրիստոսի մասին նման բան ասելը անհնարին է։ Հիսուս Քրիստոս սուրբ է եղել, միշտ։ Հիսուս Քրիստոս որևէ թերություն չի ունեցել։ Եվ մանկուց ի վեր գալիլեացիները, նազարեթցիները տեսել են Հիսուս Քրիստոսի սրբությունը։ Այդուհանդերձ նրանք, որ առաջինը պիտի ընդունեին Հիսուս Քրիստոսին, հենց առաջինն են լինում, որ մերժում են Հիսուս Քրիստոսին։ Եվ սա բացատրելու համար Հիսուս Քրիստոս ասում է, որ այն ինչ որ տեղի է ունենում, նոր բան չէ։ Առաջին անգամ չէ, որ դուք մերժում եք Աստվածայինը եւ նույնինքն Աստծուն։ Նայեք ձեր պատմությունը։ Երբ մենք ընթերցում ենք 5 կտակարանը, տեսնում ենք, որ հրեաները գտնվում են Եգիպտոսում ծառայության մեջ։ Աստված ուղարկում է Մովսեսին, Մովսեսի միջոցով հրեաներին հանում է Եգիպտոսից եւ տանում է դեպի Ավետյաց երկիրը։ Այդ ամբողջ ընթացքում Մովսեսը չէր հրեա ժողովրդի առաջնորդը, այլ Աստված։ Աստված էր նրանց ղեկավարը, Աստված էր նրանց տանում դեպի Ավետյաց երկիր։ Բայց ժամանակի ընթացքում մարդիկ սկսում են բողոքել, ասելով թե ինչու այլ ժողովուրդներ ունեն իրենց նման մեկին իբրև թագավոր, իսկ մենք չունենք։ Տուր մեզ թագավոր, որը նման կլինի մեզ, մարդկանց։ Եվ ընտրում են իրենց առաջին թագավորին, հրեա ժողովրդի առաջին թագավորին։ Այս բոլոր թագավորները, Մովսես մարգարեն նախքան այս ընտրությունը, որովհետև թագավորների օծումը եղել է Մովսես մարգարեից շատ ավելի ուշ։ Մովսես մարգարեն նախքան այս ընտրությունը արդեն իսկ մարգարեացել էր, ասել էր, թե ձեր թագավորներին ուշադիր եղեք, որպեսզի ձեզ հետ Եգիպտոս չտանեն։ Այսինքն Աստված ձեզ հանում է ծառայությունից, տանում է դեպի փրկություն, դուք ձեր համար թագավոր եք ընտրելու, զգուշացեք հանկարծ, որպեսզի նրանք ձեզ հետ դեպի ստրկություն չտանեն։ Բայց հենց այդպես էլ տեղի ունեն։ Բոլոր թագավորների մեջ միայն մեկ թագավոր է լինում, որ հավատարիմ է մնում Աստծուն, եւ դա լինում է Դավիթ թագավորը։ Նույն Դավիթ թագավորի որդին Սողոմոն թագավորը կռապաշտությունը բերում է Երուսաղեմ։ Ինչի արդյունքում հրեական ժողովուրդը, հրեական թագավորությունը բաժանվում է երկու մասի, դառնում են երկու թագավորություններ եւ ապա հետագայում ընկնում են գերության մեջ։ Ասորեստան, Բաբելոն եւ ապա ի վերջո նաև Հռոմի իշխանության տակ։ Այսինքն իրենք կորցնում են իրենց թագավորությունը։ Եվ այս ամբողջ ընթացքում իրենց համար թագավոր ունենալը, որը կլիներ Դավթի նման հզոր, երազանք է դառնում։ Եվ ի վերջո, երբ այդ երազանքը գալիս է եւ ասում է, ահա ես եկել եմ, նրանք այդ երազանքին մերժում են։ Ուրեմն այս բոլոր հրեա թագավորների մեջ կար մեկը, որը բացառիկ էր իր պղծությամբ։ Կար մեկը, որին կարծում եմ ոչ մեկ չէր կարող գերազանցել այդ բոլոր թագավորների շարքում, եւ դա Աքաբն էր, ում օրոք եւ գործում է Եղիա մարգարեն։ Մարգարեները, երբ հրեաների թագավորները սկսում են հեռանալ Աստծուց եւ կռապաշտություն են բերում Երուսաղեմ եւ կռապաշտական բարքեր են սերմանում ժողովրդի մեջ, մարգարեները դառնում են Աստծո խոսնակները, դառնում են այն մարդիկ, ովքեր հրաշքներով եւ խոսքերով հիշեցնում են Աստծո իրենց իրական թագավոր եւ առաջնորդնելու մասին եւ փորձում են մարդկանց հետ բերեն դեպի Աստված։ Բայց մենք բոլորս շատ լավ գիտենք, որ եթե Աստված կյանքն է եւ երջանկությունը եւ լույսը, եւ եթե մենք հեռանում ենք Աստծուց, բնականաբար մենք հեռանում ենք կյանքից, երջանկությունից եւ լույսից, չէ՞, եւ գնում ենք դեպի խավարը, գնում ենք դեպի կործանը։ Այս մարգարեները բազում անգամ եւ Եղիան այդ թվում բազում անգամ ասում է, թե ապաշխարեք, դարձեք առ Աստված, հրաժարվեք կռապաշտությունից։ Այլ կերպ կործանումն է մեզ սպասում։
բայց մարդիկ չեն լսում։ Եվ երբ այդ կործանման սկիզբը առնում է Աքաբի օրոք, ինչ է տեղի ունենում, 3.5 տարի երկինքը անձրև չի տալիս, որի արդյունքում բերք չի աճում եւ սով է լինում։ 3.5 տարի ամբողջ Իսրայելում սով է լինում։ Եղիա մարգարեն շարունակաբար ասում է՝ ապաշխարեք։ Այս փորձությունը մեզանից կանցնի, եթե միայն դուք դառնաք Աստված։ Բայց ինչ են անում ժողովուրդը եւ Աքաբը, փորձում են սպանել Եղիային, կարծելով թե Եղիան է մեղավոր եւ Եղիան է պատճառը, որ իրենք սովի մեջ են։ Եղիան ստիպված է լինում փախչել։ Գնում է Հորդանանի դիմացը գտնվող մի հեղեղատի մոտ, որտեղից ամեն օր ջուր է խմում եւ ագրավները նրան կերակուր են բերում ամեն օր։ Աստված Եղիային չի լքում։ Աստծուն տալ ժողովուրդը մարտնչում է Եղիայի դեմ, բայց Աստված Եղիային պահում։ Այնքան ժամանակ, քանի դեռ այդ հեղեղատի ջուրը գալիս է։ Եվ ահա մի օր, երբ հեղեղատի ջուրը ավարտվում է, Աստված Եղիա մարգարեին ասում է՝ գնա Սարեպթա քաղաք, հեթանոսների մոտ։ Եվ այնտեղ գտնես այս կնոջը, կասես, որպեսզի նա քեզ կերակրի։ Երբ Եղիան գնում է հանդիպում այս կնոջը, ինչ է տեղի ունենում, ասում է թե ինձ հաս տուր, որպեսզի ես ուտեմ։ Այս կինը ասում է՝ գիտես, Աստծո մարդ, ես ունեմ ընդամենը մի բուռ ալյուր եւ մի փոքր յուղ։ Եվ ահա պիտի գնամ տուն, մեկ նկանակ հաց պատրաստեմ, ես ու որդիս ուտենք ու մահանանք, որովհետև այլ ուտելու բան չունենք։ Բայց քանի որ Եղիան մարգարե էր, այս կինը հեթանոս լինելով անդերձ հասկանում է, որ Եղիան Աստծո կողմից է ուղարկված, այդուհանդերձ չի մերժում։ Նկանակը պատրաստում է եւ տալիս է Եղիա մարգարեին։ Եվ Եղիա մարգարեն շարունակում է ապրել այդ կնոջ տանը, եւ այդ կնոջ տանը երբեք ալյուրը չի ավարտվում եւ ոչ էլ յուղը։ Այդ մի բուրալյուրը եւ մի փոքր յուղը երբեք նրա մոտ չեն ավարտվում։ Եվ ավելին, այդ կնոջ որդին մահանում է հիվանդությունից, իսկ Եղիան Աստծո զորությամբ այդ մանկանը հարություն է տալիս։ Այս պատմությունը, Եղիա մարգարեի պատմությունը, որ Հիսուս Քրիստոս մեջբերում է, ասելով թե այդ ամբողջ Աստծո ընտրյալ ժողովրդի մեջ գրապաշտության մեջ, երբ որ սով ստեղծվեց այդ գրապաշտության պատճառով, ընդամենը մեկ մարդ կար, ում մոտ Եղիան ուղարկվեց, որովհետև ընդամենը այդ մեկ մարդն էր, որ հավատարիմ էր Աստծուն, անկախ անգամ այդ Աստծուն ճանաչել։ Այդ մեկ մարդն էր, որ չանտեսեց Աստծո խոսքը։ Եվ ընդհանրապես այս պատմությունը ողջ որ նայում ենք թագավորությունից դեպի անկում, գերություն, Հիսուս Քրիստոսի գալուստ, Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր, այս ամբողջ պատմության մեջ Եղիայի պատմությունը մենք տեսնում ենք, որ ընդամենը երկու գաղափար է պտտվում կարմիր թելի պես, երկու իրականություն, աստվածուրացություն եւ աստվածպաշտություն, հավատարմություն Աստծուն։ Եվ մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր ուրանում են Աստծուն, կործանվում են։ Եվ սա փաստ է, անհերքելի, ճշմարտություն։ Նրանք, ովքեր ուրանում են Աստծուն, կործանվում են։ Եվ նրանք, ովքեր ուրանան Աստծուն, կկործանվեն։ Բայց նրանք, ովքեր հավատարիմ են մնում Աստծուն, հետևում են Աստծո խոսքին, անգամ եթե անցնեն հրի եւ սրի միջով, ի վերջո հաղթելու են եւ հասնելու են Աստծո փառքին։ Եղիա մարգարեի օրինակը մեզ վառ վկայություն է։ Նա հալածվեց ժողովրդի եւ թագավորի կողմից, անցած անասելի չարչարանքների, տառապանքների միջով, ինչպես բոլոր մեր եկեղեցու երիտասարդները, եւ ի վերջո ինչ տեղի ունեցավ, քանի որ նա ճուրացավ Աստծուն, իր կենթանության օրոք ռեղեն կարգով ամբարձվեց երկինք։ Մահ չտեսավ։ Այլ իր կենթանության օրոք համբարձվեց երկինք եւ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության ժամանակ եկավ Քրիստոսի մոտ եւ տեսավ Աստծո որդու աստվածային փառք։ Իսկ նրանք, ովքեր սպասում էին Քրիստոսին, կործանվեցին, որովհետեւ մերժեցին Քրիստոսին։ Տեսեք, մենք բոլորս էլ անցնում ենք, չէ՞, դժվարությունների միջով, թե անձնական, թե համազգային։ Բոլորիս հոգիներն էլ, մտքերն էլ խառն են։ Եվ բայց մենք բոլորս էլ մշտապես մեր բոլոր քայլերում ընտրության առաջ ենք։ Աստվածուրացություն կամ աստվածպաշտություն, Աստծո պատվիրանների անտեսում կամ Աստծո պատվիրանների պահեցություն։ Շատ հաճախ մոտենում են մարդիկ, ասում են ո՞նց է լինում, որ լավ մարդիկ sense փորձությունների են ենթարկվում։
Սիրելիներ, Աստվածաշնչում որովհետև ասված չէ, որ նա ով պաշտոնացում փորձության միջով չի անցնում։ Եվ ասեմ ավելին, բոլոր մարդիկ են անցնում փորձությունների միջով, բայց նրանք, ովքեր Աստծով են անցնում, նրանց հաղթանակը անխուսափելի է։ Եվ թող Տերը լինի ամենքիս հետ, այժմ և միշտ, և հավիտյանս ամեն։